Ողջույն սիրելիներս, բացում եմ նոր տեսանյութ, թեյքն ենք պատրաստում, մինչև հասանք այս պատրաստմանը, այստեղ երկար մի հատ ոսկոր ուներ, այդ ոսկորը ոչ մի ամանի մեջ չէր տեղավորվում, մի խոսքով սղոցեցինք, որովհետև տապորել չունեինք, ինչ եմ արել, նախ ստեյքը լվացել եմ լավ, այնուհետև խոշոր աղ և սև պղպեղ եմ աղացել, այս իմ խառը սև պղպեղը տարածել եմ, այստեղ արդեն նախապես ձեթը տաքացրել եմ, սովորական ձիթայուղը տաքացրել եմ արդեն, մի անգամ իրեն դրել եմ մեջը, մի վայրկյանով հանել եմ, որ այդ պոչը կտրվեր, որտև չմտավ մեջը, մի խոսքով կտրել էինք, բայց էլի չմտավ, ահա, այսպես, հիմա ինչ ենք անում, սա Գորդոն Ռամզիի բաղադրատոմսով է, տեսնենք ինչպես է ստացվում, հիմա թող մի վայրկյան տաքանա, ինքը տաք էր, ահա, այսպես, ստեյքը ամբողջությամբ տեղավորվեց մեջը, այնուհետև ավելացնելու ենք խնկած աղիկ, ռոզմարինը և սխտոր, իսկ ամենավերջում արդեն կարագ, շատ քիչ ենք թողնում, հիմա կդնեմ ռոզմարինը, թե սխտորն էր, Վահան, միասին էր, չէ, ահա, այսպես սխտորը, ունենք ուժեղ խնկեղոտ է տարածվել, ժողովուրդ ջան, սա խնկած աղիկ է, այսպես, ահա, տեսնենք ինչ է լինում, հիմա երևի պիտի թեքեմ, չէ, Վահան, վիդեո ներեք նայել եմ, ինքը շատ արագ էր անում, Էտա Վահանը թող մի հատ էլ նայի, այնտեղ չեմ նայել, թե քանի րոպե պիտի թողնվի, ուրեմն ժամ չի ասում, ճիշտն ասած, նայեցինք, այնտեղ ինքը ժամ չի ասում, այնքան ժամանակ, որքան որ ինքը կպատրաստվի, էլի, կարծում եմ, ես սխտորը երկու մասի բաժանեցի, որովհետև վերջում ինքը դա լավ, այսպես քսում եմ մսի վրա, բարձրացրի այս ռոզմարինները, որպեսզի չայրվի շատ, ահա, այդ կողմը դեռ չի եղել, լավ, հենց պատրաստ լինի, ես կմիանամ ձեզ, կասեմ որքան եմ պահել, ինչ եմ արել, ժողովուրդ ջան, ես բոլոր կողմերից փորձեցի տապակել, մեր ստեյքը մի փոքր մեծ է, ամանի համար է մեծ, եթե մեծ աման լիներ, մեծ տապակ լիներ, շատ ավելի լավ կլիներ, ինձ օգնության է հասել Վահանը, բնականաբար են տակի ոսկորը ոչ մեկ չի ուտելու, բայց իրեն բոլոր կողմերից, տակով, վրայով, բոլոր կողմերով տապակել եմ, հիմա երևի թե արդեն ժամանակն է ավելացնելու կարագը, Վահան ջան, կարագը դիր, առաջին անգամ ենք պատրաստում, շատ քիչ չդատեք, մենք երբեք չենք արել նման բան, այս էլ Էրիկիս խաթր ենք անում, որտեղ Էրիկս ինչքան ժամանակ ստեյք է ուզում, մտածում էինք իջնենք հյուսիսային պողոտա, այնտեղ դբիկը կա, այդ դբիկում կարծեմ 2000 դրամ է ստեյքը, բայց աչքներովս այս միսը ընկավ, ջուրները շատ եկավ, որոշեցինք գնել և ինքներս պատրաստել, կարագը քիչ ես գրել, կարագը պիտի առատ լինի, որ հետո գթալով ամբողջը պատեք միսը,
Գորդոն Ռամզին վստահ եմ բոլորը գիտեք, ինքը աշխարհահռչակ խոհարար է։ Հետո Կարաս թեքես հիմա։ Հա, մի քիչ լուծում, չնայած թեյքը հաստ է լինում, ուղղակի մեր պայմանները լավը չեն, մեր տապակը փոքր է, Վահան, տապակը որ մի քիչ մեծ լինի, ինքը ամբողջությամբ կընկղմվի մեջը ու շատ լավ կլինի։ Կարող ես թեքես միշտ ես կողմը կարակով տապակվի։ Առհասարակ ստեյքի մեջ մի փոքր պետք է կարմիր մնա, չէ՞, միսը, բայց դա արդեն ըստ ցանկության է, էլի, որովհետև ամեն մարդ չի, որ կարողանում է։ Ես այսօր մի քիչ լավ եմ, ժողովուրդ ջան։ Սա դնելու հաջորդ օրն է, իմ տեսանյութը, որ դրել էի վերջինը, հաջորդ օրն է արդեն առավոտյան շքերթը նայեցինք, մեծ հպարտություն ապրեցի ու մտածեցինք, որ նման ծանր ուտելիքը երևի թե առավոտյան ուտելը ավելի ճիշտ է, ու արդեն ճաշի ժամը, հա, ժամը 1-ն է լինում։ Մի խոսքով հասկացաք, էլ ձեզ երկար էսպես սրա վրա չկենտրոնացնեմ, պատրաստ լինի, կկիսեմ, միասին կկիսենք, կտեսնենք ինչ է եղել։ Ժողովուրդ ջան, մեր ստեյքը պատրաստ է, հիմա կտրում ենք, տեսնենք, շատ լավ է ստացվել, արտակարգ։ Տակա մի բանով ձեռնոց հագնեիր։ Չէ, հում չի, վայ, ուրիշները հում են ավելի թողնում, Վահան, չէ, շատ լավ է փվելա, այսպես սիրելիներս, ես էլ մեր ստեյքի պատմությունը կասեմ լավ էր ստացվել, արժե անել, թե չէ։ Բարի օր, տանից դուրս եմ եկել, ոտքերս խնայից հանել եմ, մեկ շաբաթ էր տանից դուրս չէ եկել, որովհետև շատ մեծ առևտուր էինք արել ու կարիք չկար առևտուր անելու, հիմա էլ չունեմ կարիք առևտուր անելու, ուղղակի գնում եմ շրջելու, ուր եմ գնում շրջելու, փեթակ, շատ վաղուց չեմ գնացել փեթակ, երևի կլինի մի 5 տարի, հետևից մեկ գալից բանը չէր լսել, ես խոսում էի, մի խոսքով գնում եմ փեթակ, այնտեղ հարմար լինի կմիանամ, հա, ասեմ նաև, որ իմ ալիքը մոնետիզացրել են, Google-ը համաձայնել է, YouTube-ը, և ես վաստակել եմ իմ առաջին գումարը, գնում եմ ծախսեմ այդ գումարս, 0.07 ցենտ, գնում եմ ծախսեմ, չգիտեմ ոնց եմ ծախսելու ժողովուրդ ջան, ինչևից է, այստեղ ձեզ ասում եմ առայժմ, հարմար եղավ կնկարեմ, Վահանը նյարդայնանում է, երբ որ ես նկարում եմ և խոսում եմ, դեռ ինքը սովոր չէ պայմաններին, հասմա հայլիս է սպակում, լավ, ժողովուրդ ջան, կմիանամ հետո, ջան, փեթակից դուրս եկանք, եկել եմ սասպուտ փորդ, կնկարեմ, ընթացքում
Մենք սոված ենք համարյա ժամը 3-ն է, առավոտ մի հատ սուրճ ենք խմել ու տանից դուրս ենք եկել ու էլ ոչ մի բան։ Հետո ես կպտտեմ, հերթով ձեզ համար կնկարեմ, թե ինչ կա չկա, մեր պատվերն էլ ձեր համար կնկարեմ, տեսնեք ինչ են պատվիրել։ Ժողովուրդ ջան, մեր պատվերները եկավ, վան ուզբեկական փլավ է վերցրել, բայց ասեց շատ է, շատ չէ, ես մի բաժնի համար է, աչքից ես այսօր ստեղ սոված մնաց, որտև ենքան հերթեր, այլ հավես չկա գնալու, ես չգիտեմ ինչ է վերցրել, ես երևի քարի է, հա, ես ձևի քարի է, հա, քարի է, բայց իսկի քարիի նման չի ժողովուրդ, փլավի հետ, այս ծիածան աղցանը ես եմ վերցրել, բանջերը, ինքը ամբողջությամբ բանջարեղեն է, լավ, ինը թողվա տեսնեմ էլ ինչ է, բայց էլ բան չէր պատվիրել, ինչ որ մենակ սա էր պատվիրել, լավ, ինչևից է, տեսնեմ էլ ինչ է վերելու, դիք տեսնենք, ինչ ունեն այստեղ, չեմ տեսնում մարդկանց արանքից, հավական դուք նայեք Սենց բաներ օրեգյա հողցանները բարձրանում են վրատ, հարվածում են, ներողություններ չեն խնդրում, այնքան անդաստիրակ մարդիկ կան, նայում ես, ասում ես, դե լավ էլի, այստեղ լամաջուն էլ է թխվում, ումեն ինչ կա, այստեղ այսպիսի կարտոֆիլով, տեսեք, մեզ մոտ էլ կա, մենք ճապոնյան չենք, բայց մեզ մոտ էլ կա, նկարեմ հետ ու մնանք, տեսնեմ Վահանի ինչ է տեսել, հա, ժողովուրդ, օխ, քավառա փալխավեն, օխ, ես ինչ փախլավայա, փալխավայա, ասեք, որ ընտիրա, ասել ջելատոները, ժողովուրդ, ջան, մենք հետ վերադարձանք, ես ընդեղ դե Արշակունյացի վրա էին գնացել SAS food court-ը Փեթակին մոտ, այնտեղ կողքը հենց SAS կա, մտա հատուկ խնդրեցի, 2 տեղ զանգահարեցին, թույլ տվություն SAS-ում նկարելու համար, թույլ չտվեցին սիրելիներս ցավոք սրտի, չգիտեմ ինչու թույլ չեն տալի, բայց թույլ չտվեցին, ես էլ կկիսվեմ ձեզ հետ իմ փոքրիկ գնումներով, ինչ եմ գնել, սա SAS food court-ից վերցրեցինք 2 հատ պոնչիկ, Էրիկ սա շատ սիրում պոնչիկ, այսպես, պապաս էլ էր շատ սիրում, ասա տնեմ մի կողմի, սա պոնչիկով չի սիրում, վերցրել ենք Նապոլեոն, այսպես են կտրում տալիս, 2 հատ էկլեր և 2 հատ խնձորով շտիրլից, այս, չգիտեմ ոնց անեմ, ոնց և որ երևա, մի խոսքով, սա այսպես, սա դրեցինք մի կողմ, սա SAS food court-ի, SAS food court-ի, ահա, առևտուրը, մի հատ ձեռքս մաքրեմ, ձիթայուղա լրիվ, ահա, անցնեմ SAS-ի գնումներին, հիմնականում գնացել էի ծաղիկներ գնելու սիրելիներս, գտա իմ ուզած ծաղիկները, ինչ որ ես փնտրում էի, հիմա
ձեզ ցույց կտամ, հետո միասին կանենք այն ինչ պիտի անեմ։ Ահա, և սա։ Այսպիսի ծաղիկներ եմ գնել և մեկը կակա չէ, այսպիսի, ախեն սարի խաշխաշը, սարի լալա, որ ասում են, մամայիս գրքերի մեջ մինչև այսօր էլ կգտնեմ խաշխաշի տերևներ, մամաս թերթիկները կարմիր, այսպես պոկում դնում էր գրքերի մեջ, որոնք մինչև հիմա պահպանվել են, սա, այսպես, դեղին գույնը և վարդագույնը և այսպիսի փակ ծաղիկներ կոմպոզիցիա պիտի սարքեմ, միասին կանենք, կտեսնեք, ինչի համար եմ սա գնել։ Ահա, փեթակից գնել եմ նաև պանիր, մեր չեչիլը, մենք շատ ենք սիրում չեչիլ, ահա, չեչիլ եմ գնել, ասեց, որ շատ աղի չի, շատ աղի չեմ սիրում, հետո Վահանը ի վերջո գնեց իր ուզած ջազվան, առավոտյան, ես ունեմ, իմ տատիկիցս հիշատակ է մնացել, մամայիս մոտ էր, հետո անցավ ինձ բնականաբար, նա 2 սովորական բաժակի համար է, իսկ սա վերցրել ենք մեր 2 մեծ բաժակների համար, առավոտյան ինքան ջազվա ունեմ, ժողովուրդ ջան, սրճեպ չեք պատկերացնի, 1, 2, 3, սա էլ 4, մի հատ էլ էլեկտրական ունեմ 5, սրճեպի պակաս չունեմ, մի հատ էլ շատ ավելի մեծը ունեմ, նա մոտավորապես 15-20 բաժակի համար է, էլի մամայից տանից եմ բերել, էմալապատ կարմիր գույն, շատ վաղուց էր մամաս գնել, մի խոսքով, այս էլ մեր սրճեպը, այսպես, Վահանը այստեղ կոնյակ է գնել, ասում է, այս կոնյակը արտադրանքից դուրս է եկել, կոչվում է բուրբոն, այսպես, Արարատի բուրբոնն է, սա այսպես, և նվերի համար գնել եմ բաժակներ, իմ բաժակների սպիտակը, լրիվ, այսպես, սա այսպես, հետո մտանք բնականաբար, սա մի 3 գնում էլ ենտեղից եմ արել, շատ բան չեմ գնել, սիրելիներս, գնել եմ սա, Ամերիկայում ապրող իմ հետևորդները գիտեն, սա SAS էքսկլյուզիվն է, ինքը անուշաբույր է հագուստների լվանալու համար, բոլոր հոտերը կային, ամենահաջողը սա էր, բոլորից հոտ եմ քաշել, ես այդպես էլ գիտեի, որ սա է ամենալավը լինելու, որտև երբ հետևում եմ Ամերիկայում բնակվող մեր բլոգերներին, իրենք էլ Costco-ից սա են գնում, ես էլ եմ արդեն ձեզ նման ասում, ուրա եթե ճանապարհները բացեն, եթե Միացյալ Նահանգների հետ ստացվի մեր այս բոլոր համագործակցությունները, հնարավոր է մի օր էլ մենք գանք որպես զբոսաշրջիկ, սա այսպես, հա, բայց սա լինորինն է, ես չգիտեմ Costco-ում լինորինն է, թե չէ, ահա, սա այսպես, հետո գնել եմ իմ շատ սիրելի ձիթապտուղը, ժողովուրդ ջան, մի հատ խոշորությունը նայեք, ամեն մեկը աչքիս չափ, հələ տեսեք, շատ խոշոր ձիթապտուղ է և ես շատ եմ սիրում, շատ համեղ է, այսպես, սա այսպես, ահա, և այս բաժակը տեսա շատ հավանեցի, հենց ինձ համար, ոչ մեկի համար, հենց ինձ համար սիրելիներս, happy birthday, ես սիրում եմ այսպիսի, դեռևս մանկական, իրավսեյով, գթալով, այսպես, Վան ասպա վերջ պրծանք նվերիցը դես տարի, հա Վան ջան, ես համաձայն եմ, այսպես անուշիկներս, դե այստեղ ասում եմ առայժմ տեսնեմ մինչև երեկո ինչ կհավաքվի, կփորձեմ այսօր տեղադրել, եթե ոչ, ուրեմն վաղը, գրկում եմ, սիրում եմ, համբուրում եմ, մաղթում եմ լավ ու գեղեցիկ օրեր, ասում եմ առայժմ, ջան, բարի լույս, ինչ եմ պատրաստում, որոշեցի ձեզ հետ կիսվել, պատրաստում եմ
հավի սիրտ և քարաճիք, հիշում եք միասին էինք գնել Զովքից, բավական լավն է, մաքրել եմ ամբողջ սրտիկները թաղանթներից հեռացրել եմ, այն անոթները հեռացրել եմ, մի խոսքով լավ մաքրել, լվացել եմ, եփել եմ արդեն, իմիջիայլոց վերջերս եմ իմացել, որ սիրտը և քարաճիքը կարելի է պատրաստել նաև այրոգրիլի մեջ, ասում են, որ շատ համեղ է լինում և արևածաղկի պես մարդիկ ուտում են, չգիտեմ, չեմ փորձել, հաջորդ անգամ հնարավոր է, որ այդպես էլ փորձեմ, ինչ եմ անելու, հիմա այստեղ հավելացնելու եմ ամենապարզ համեմունքներից, սիրելիներս, ուրեմն իմ պղպեղը, իմ սովորական, իմ պղպեղը, սպասեք, ուրեմն իմ պղպեղն եմ այստեղ ավելացնելու, մի քիչ սրանից դեռ ունեմ սա կավելացնեմ, կարմիր պղպեղ կավելացնեմ, ունեմ չիլի պղպեղ և մի փոքր ձեթ եմ արել, բուսայուղ և ուրեմն այստեղ ունեմ, սա ինչ է, իտալական սոուս է, ինչով է ինքը, ինչով է, չեմ հիշում սա ինչ էր կոչվում, բայց շատ համեղ սոուս է, մոռացել եմ, Էրիկը բացել է ու այս մի անգամ, որ այսպես բացում թողնում ես, ինքը արդեն փչանում է, որպեսզի չփչանա, ես էլ չունեմ լոլիկ, պահածոյացված, հիմնականում գնում եմ իտալականները, գիտեք, ես ձեզ ցույց եմ տվել և մատչելի է և բավական տարողունակ է, երկար ես օգտագործում ու չի փչանում ինքը, դրանից ցավոք չունեմ, երեկ մոռացել եմ գնեմ, այսինքն մթերային խանութ էլ չեմ մտել, որ գնեմ, ինչևից է, սա եմ ավելացնելու, մի քիչ ջուր և առանց արգանակի, ես արգանակը չեմ ավելացնում, այդ ինչ են ասում, այս քարաճիկի և սրտիկի արգանակը չեմ ավելացնում, մերոնք այդ հավի ջուրը չեն սիրում, հավի արգանակ մերոնք չեն սիրում, սիրելիներս, ես դրա համար էլ չեմ ավելացնում, հիմա ավելացնեմ բոլոր համեմունքները և իհարկե աղ, մի քիչ էլ ջուր եմ ավելացնելու և վերջ, սա այսպես, հիմա ես արագ ավելացնեմ, որտև ինձ մի ձեռքով բավական դժվար է, համ էլ շատ չեմ շարժի հեռախոսը, ահա սիրելիներս, ես ավելացրեցի համեմունքները, հիմա մի փոքր թող խառնվեն, համերը իրարով անցնեն և հիմա կփռշտամ այս համեմունքներից, այսպես, սիրում եք դուք, գրեք տեսնեմ, սիրում եք հավի սիրտ քարաճիկ, ամեն մարդ չի, որ սիրում է, ես շատ եմ սիրում, շատ եմ սիրում, փոքրուց եմ սիրել, 1-2 րոպե այսպես թող տապակվի կամ 1 րոպե ու անցնենք առաջ, ինձ գրել էին իմ հետևորդուհիներից, որ ինչու գյուղացիներից չեմ գնում իմ մթերքները, սիրելիներս, եթե գիտեք որտեղ են գյուղացիները վաճառում իրենց մթերքները Երևանում, ինձ ասեք, ես իմ տան շուրջ չկա նման տեղ, որ գյուղացին բերի իր ապրանքը վաճառի, իսկ ժամանակի առումով ես չեմ կարող ամբողջ Երևանով պտտվել, որովհետև գիտեք, Վահանը շատ զբաղված է, չեմ կարող գնալ մի տեղից գնել պտուղ բանջարեղեն, մյուս տեղից գնալ մնացած բաները, դա շատ մեծ ժամանակ է դրա համար հարկավոր, իսկ Վահանը գիտեք շատ զբաղված է, մենք դրա համար մեզ հարմար է մի տեղից, ես հասկանում եմ և շատ այսպես ինչ են ասում, поддерживаю, ձեր ասածը իսկապես պետք է օգնել գյուղացուն, որպեսզի ինքը կարողանա իր մթերքները վաճառել Երևանում կամ թեկուզ շրջաններում, շատ լավ կլինի, բայց իմ շրջակայքում չկա, սիրելիներս, իմ տան մոտ չկա նման տեղ, երկրորդ, եթե ճանապարհին էլ հանկարծ տեսնենք որևէ տատիկ ինչ-որ բան է վաճառում, կայանելու տեղ չկա, մենք չենք կարող պարզապես մեքենան տանել, կայանել մայթի վրա, որտեղ որ նկարվում է,
մեքենան եւ մեծ տուգանքներ է գալու։ Ցավոք չեմ կարող։ Հիմա մենք մի բան ենք այսպես որոշել, կրպակից ենք որոշ բաներ արդեն սկսել վերցնել, մեր կողքի չէ, գնում ենք City Զեյթունի City Բաքում կայանում ենք մեքենան, դուրս են գալիս կողքի կրպակներից գնում ենք, բայց վերջին անգամ ելակ էի գնել, սիրելիներս, բավական մատչելի էր, արդեն բավական որն է, դե 1100 դրամ էր իջել, դրանից էժան ես չգիտեմ արդեն թե այս Կոմիտա, Զեյթուն որտեղ կա, էլի իմ շրջակայքը դա է, Մասիվ, չգիտեմ, Մասիվում ես տեղեր չգիտեմ, ցավոք, բացի Մեգամոլից, ես այնտեղ չեմ ապրել, ես գիտեմ, Կոմիտասը մի փոքրել կամած, չեմ կարող ասել, որ ծանոթ եմ այս Ռայկոմ ասածին, չգիտեմ, լավ չեմ ճանաչում, հա, բայց ինչ էի ուզում ասել, ինչ որ մի բանի համար էի ուզում ասել դա։ Մի խոսքով ելակը լավը չէր, սիրելիներս, եւ հա, դա էր գինը, 1100 դրամ, ես մնացած տեղերը չգիտեմ, որ դուք ինձ գրում եք այստեղ, այնտեղ, եթե ես գնամ հատուկ նպատակային այդ կողմ, ասենք գնամ Մալաթիայի կողմ Երիկի դասերի հետ կապված, եւ այլն, մտնեմ Մալաթիայի շուկա, հա, բայց այդպես առանձին, որ Վահանը հատուկ քշի գնա հասնի Մալաթիա ելակ գնելու կամ հա 1-2 կիլո ասենք կարտոֆիլ գնելու համար, հա այդպես չի գնա, ես գիտեմ, ժամանակի սղության պատճառով, միմիայն ժամանակի սղության պատճառով սիրելիներս, եթե մոտակայքում Զեյթուն, Ռայկոմ, Կոմիտաս գիտեք, որտեղ կան գյուղացիներ, ովքեր բերում վաճառում են, ասեք, ես այդ տարածքից գնամ գնեմ, այ դուք որտեղից եք օգտվում, որ ինձ գրել էիք, ասեք, ես էլ գնամ օգտվեմ սիրելիներս, այսպես, հիմա սա անջատում եմ, որպեսզի սիրտն ու քարաճիկը ավելացնեմ այստեղ, սիրելիներս ես առնեցի, ինչպես տեսնում եք իր արգանակը չեմ օգտագործում, արդեն ասացի, հիմա մի փոքրիկ վրան ջուր կավելացնեմ եւ վերջ, այսքանով կավարտենք մեր պատրաստությունը, ահա, վերջ, եթե քաշվի մի քիչ էլ կավելացնեմ, Վերջ, մի փոքր կծու է եղել, ես սիրում եմ մի փոքր կծու, եթե հավի համը շատ չեք սիրում, առհասարակ այստեղ կարելի էր նույնիսկ սխտորի ատամիկներ ավելացնել, շատ համեղ կլինի, հիմա կբերեմ կավելացնեմ, 2 ատամիկ կավելացնեմ, շատ համեղ կլինի, իսկ եթե հավի համը չեք սիրում, սխտորն ու մի փոքր կծուն կոտրում են հավի համը, դա էլ մի փոքրիկ գաղտնիք, այսպես անուշիկներս, դե այստեղ ձեզ ասում եմ առայժմ հենց պատրաստ լինի, կմիանամ վերջնական տեսքը ձեզ ցույց կտամ, այստեղ էլ կարագ, ոչ մի բան չեմ ավելացնում, ինչքան որ մի փոքր, մոտավորապես 2 ճաշիկ թալ բուսայող էի այստեղ լցրել, սոխը տապակելու համար, էլ ոչ մի բան չեմ ավելացնելու, այսքանով բավարարվում ենք, որպեսզի չլինի շատ յուղոտ, այսպես հա, դժվժիկի պես մի բան է, չախող բիլի, սիրում եմ բոլորիդ, ասում եմ առայժմ, վերջ անուշիկներս, իմ ուտեստը արդեն պատրաստ է, ավելացրեցի նաև 2 ատամիկ սխտոր, մեջտեղից կիսեցի, ես տեսախցիկի միջով եմ նայում, ինձ լավ չի երևում, չեմ կարողանում ճիշտ բռնացնել, այսպես մի քիչ էլ համեմ եմ ավելացրել, մենք շատ ենք սիրում համեմ, ես մաղադանոս շատ չեմ սիրում, մաղադանոսի համը ինձ շատ խանգարում է, բայց գիտեմ, որ շատ օգտակար է, օգտակարության համար ինձ ստիպելով մի փոքրիկ ուտում եմ, այսպես անուշիկներս, դե ինչ, այստեղ ձեզ ասում եմ առայժմ, դուք էլ պատրաստ եք, գուցե ես ձեզ այսօր միտք տվեցի, սիրում եմ բոլորիդ, ասում եմ առայժմ
Հիշում եք, չէ, Անիի նվիրած այս բանալիների համար կախիչը, բայց քանի որ մենք բանալիներ չենք կախում, ես որոշեցի Անիի այս գեղեցիկ կոմպոզիցիային ավելացնեմ շտրիխներ, հավելեմ, այսինքն մեղուին հնարավորություն տամ մեղր հավաքելու, տեսեք մեղուիկ է, գիտեք, սա Անին իր ձեռքով է պատրաստում, Ադամի մամա Անին, փոքրիկ Ադամի մայրիկը, հա, ես ցույց եմ տվել Անիի աշխատանքները, այս աշխատանքն էլ կար, ինքը սա նվիրեց ինձ, շատ գեղեցիկ, իմ աչկերի գույնի աչկերով աղջիկ է, ինքն է նկարում, ինքն է կարում ամբողջը մազերը, թելերը, ինքն է գզում այսպես, տեսեք, սա թել է, ամբողջը ձեռքով բացված թելեր են, սա պապիե-մաշե է, հա, եթե չեմ սխալվում, կտորից է, կտորի վրա է, ահա, պապիե-մաշեն կարծեմ թուղթ է, չէ, ստվարաթուղթ է, եթե չեմ սխալվում, ահա, տեսեք, մեղվիկը, ինչ շորիկի վրա էլ կա մեղվիկներ, տեսեք, սա էլ փեթակները, սա էլ ինքը ուղղակի դրսից ծառի ճյուղ է վերցրել, խնդրեմ, երբ մարդն ունի մտահաղացում և ունի շնորհք, արվեստի մեջ է, ամեն փոքրիկ դետալից կարող է մտահաղացում մոտը ծնվել ու ստեղծել ստեղծագործություն, հիմա ես անջատվեմ, կտրեմ իմ ծաղիկներս արդեն տեսակ, մոտավորապես նման ինչ-որ մի բան եմ ուզում, այստեղ կակաչներն եմ ուզում, այսպես, հետո, այստեղ տեսեք շորիկի գույնի հետ գազարագույն ծաղիկները, այսպես, հետո ունեմ նույնի վարդագույնը, նույնի բաց կիտրոնագույն, այսպես, շատ բաց և ունեմ կապույտ, որպեսզի համալրեմ այս փեթակի գույների հետ նաև, ահա, այսպես, հիմա կփորձեմ ինչ-որ բան ստեղծագործել, փակցնել և ձեզ հետ կիսվել հետո անուշիկներից, քանի որ մի ձեռքով չեմ կարող և երկար կտևի, երկար ժամանակ կպահանջվի, սա կանեմ կմիանամ, ձեզ հրաժեշտ կտամ, կամբողջացնեմ տեսանյութը և կտեղադրեմ, վերջ անուշիկներս, սարքեցի, այսպիսի կոմպոզիցիա ստացվեց, տեսեք կակաչները ինչ գեղեցիկ են, աղջիկը դաշտում, ծաղիկների մեջ մեղուն էլ իր համար, ծաղիկներից մեղր կհավաքի, այսպիսի կոմպոզիցիա ստացվեց, բայց վատ չի, տրամադրող է, շատ ուրախ է, հիմա Անիի համար էլ կնկարեմ կուղարկեմ և վերջ, այսպես, մի քիչ թեք ենք կպցրել, ոնց որ թե մի քիչ թեք ենք կախել կամ ծանրությունից ինքը թեքվում է, այսպես, վերջ, սա էլ իմ ծաղիկները, ջան, եկել ենք ամերիկյան համալսարան, հետաքրքրվելու Վահան ուսանողուհին էստեղ աշխատում, եկել ենք հետաքրքրվելու, տեսնենք ինչ պայմաններ կա, ինչ կա, ոնց է լինելու, հիմա մտնեմ ներս, այդ բոլոր հարցերի պատասխանները ստանամ, ձեզ հետ կկիսվեմ, որովհետև գիտեմ, որ դուք էլ եք հետաքրքրված։ Ժողովուրդ ջան, մենք տուն վերադարձանք, բավական ինֆորմացված, ստացանք մեծ ինֆորմացիայի պաշար, այնինչ մեզ հետաքրքրում էր, փաստորեն ուրեմն տեսեք, այս տարի Էրիկը հետ է ընկել, որովհետև այսօր վերջին քննության օրն է, ինչի հետ ընկավ, մենք հետ ընկանք, որովհետև ասել եմ ձեզ արդեն, նախ փոխեցինք 2 դիպլոմային աշխատանք, ծավալուն աշխատանքներ էին, որոնց վրա պետք էր աշխատվեր, Էրիկը հետ մնաց SAT, այսինքն անգլերենով մաթեմատիկայի դասերից, չկարողացավ գնալ, մասնակցել և այլն, իր հետի խումբը ընդունվեց, ինքը մնաց, դե լավ, ինձ համար սա շատ ծանր թեմա է,
Շատ ծանր եմ խոսում այս թեմայի շուրջ, որ Էրիկը չի ընդունվել, որովհետև ինքը արդեն պիտի փոխադրվեր երկրորդ կուրս, եթե չլիներ քոլեջի 1 տարի տարեկետումը։ Ինչևիցե, մի կողմից էլ լավ էր, որովհետև ինքը չէր կարողանում կողմնորոշվել, գործերը տա համակարգչային, գործերը տա բիզնես, էկոնոմիկա, թե ինչ որը տա։ Հիմա, քանի որ Վահանի ուսանողուհին էր այնտեղ աշխատում, ինքը բավական ինֆորմացված էր բնականաբար, մեզ հուզող բոլոր հարցերին պատասխանեց մեր աղջիկը։ Հիմա, քանի որ անգլերեն էր, ես որոշ բաները հասկացել եմ, որոշ բաները չեմ հասկացել, այնտեղ Վահանի կոշիկների արկղն է, ուշադրություն չդարձնեք, ժողովուրդ ջան, պիտի տանենք թափելու։ Հա, հիմա ես կխնդրեմ Վահանին, Էրիկը քնած է, հանգստանում է, երեք տանը չէր, մի խոսքով ուշ է տուն եկել, այսօր էլ առավոտ հանել ենք քնից, տարել ենք հետներս, դե իր գալը պարտադիր էր, ինքը պիտի գար, այդպես չէր հնարավոր չէր, մի խոսքով։ Հիմա, Վահանը, ես այսպես դեպի ինձ կպահեմ, Վահանը չի ուզում նկարահանվի, բայց կպատասխանի ձեր այնպիսի հարցերի, որ բոլորիս է հուզում։ Վահան ջան, որ խնդրեմ, կգաս մոտ նստես աթոռին, որպեսզի ժողովուրդը քեզ լսի, որովհետև հնարավոր է, որ այստեղից չլսի։ Մեզ տվել են բրոշուրներ, տվել են, ինչ են ասում, այդ բուկլետներ, պիտի ասե բրիկետներ, բուկլետներ են մեզ տվել, որպեսզի մենք հասկանանք, թե քննությունները երբ է։ Ուրեմն, սկսում ենք քննական բալերից։ Ինչ քննություններ պետք է հանձնվի ամերիկյան համալսարան ընդունվելու համար։ TOEFL-ն է, չէ, LAC-ին, այսինքն IELTS-ը դա բրիտանական անգլերենն է, TOEFL-ը դա ամերիկյան անգլերենն է։ SAT-ին անգլերենով, մի քիչ բարձր ասա, որ լսվի։ Անգլերենի շուրջ քննություն տարբերակ է, AST English, դե իրան գիտեն այդ ինչա։ Այսինքն եթե ուզում ես պետք է գնաս կոնկրետ իմանաս, որտեղ են հանձնում, ինչ են հանձնում, մեկ էլ internal assessment, չգիտեմ դա որն է։ Հիմա ինչ բալային համակարգով է անցնելու ընդունելուն, այսինքն TOEFL-ը որքան պիտի հավաքվի, IELTS-ը կամ, այստեղ արդեն համալսարանի որ բաժին են դիմում։ Business management, էկոնոմիկա, անգլերեն եւ communication, politics, computer science, data science, engineering, environmental։ Օրինակ ես կուզեի Էրիկի ինժեներինգը ընդունվեր, որովհետև ինժեներինգը շատ պահանջված է այսօր։ Ինժեներինգի համար SAT-ին պետք է լինի միջինը 760, այսինքն ընկած լինի 700-800 սահման։ Ուրեմն, անգլերենով մաթեմատիկան ամենաբարձր բալային նիշը պետք է լինի 800-ը, այսինքն 800 բալ պիտի հավաքի, որպեսզի 800 միջինը 760 պիտի։ Միջինը 760 պիտի լինի, որ անցողիկ է, 760-ը։ Դե 800-ը արդեն գերազանց է։ Հետո TOEFL-ը ինչքան պիտի հավաքի։ TOEFL-ն էլ օրինակ ինժեներինգի համար դե 117 մաքսիմումից 81-ից 117-ա։ 81-ից 81, մինիմում 81, ամենաբարձրը 117, միջինը 98։ Էրիկս 100 հավաքել էր TOEFL-ը։ Այդ շատ լավ է, վատ չի։ Հետո տարբեր այստեղ կտաս մի հատ էս թերթիկը, ուրեմն ժողովուրդ ջան, այստեղ տարբեր ինչ են ասում, քննությունների համար են, տարբեր ֆակուլտետների համար են, ես չգիտեմ, այսպես պահեմ դուք կհասկանաք հետագայում, որ ընդունելությունը ինչ է պահանջում, մի հատ էլ այս կողմը կա, այսպես, ես այսպես կպահեմ, եթե դուք անգլերենից լավ եք, կարող եք այսպես, ես պահեմ, դուք մեծացնեք և նայեք, սա այսպես,
Հետո քննությունը, քանի որ մենք ուշացել ենք քննությունից, հետ ենք ընկել, հաջորդ քննությունը լինելու է հունվարին կարծեմ։ Հունվարի կեսերից։ Հունվարի 16-ից կարծեմ սկսվում են, բայց այնտեղ ինչ որ բան ասեց, որ ասում էր 3 ամիսը 1 քննությունները, 2 ամիս, տեսեք, գրանցի ու 3 ամիս առաջ։ Ահա, ուրեմն քննությանը մասնակցելու համար պետք է 3 ամիս առաջ արդեն գրանցված լինեք։ Թղթերը մաքսիմումը։ Թղթերը, այդ ամեն ինչը պետք է տանեք։ Թղթերը ինչ է հարկավոր, այնտեղ դիպլոմն է իր հարկավոր, ինչը ուրեմն մասնակցություններ է ունեցել այն վոլոնտերության։ Դա ընդունելությանը։ Իսկ քննությունը նախապես արդեն պետք է հասկացա, ուրեմն 3 ամիս առաջ պետք է դիմի քննության համար, որպեսզի հասկանա ընդունվել է թե ոչ։ Հետո կար այսպիսի մի հարց, եթե ընդունվել եմ, ասենք թե իմ բալային համակարգը, իմ բալային, ասենք մաքսիմալը չեմ հավաքել, այնտեղ կա կարծեմ հնարավորություն փոխելու միաժամանակ դիմելու մի քանի ֆակուլտետներ։ Ֆակուլտետ կա, եթե մեկը ցածր է, մյուսը կա։ Եթե ցածր ես հավաքել, իրենք նայում են այնտեղ, թե քո հավաքած բալերը որ ֆակուլտետին է համապատասխան, քեզ առաջարկում են այդ ֆակուլտետում սովոր։ Դու դիմում ես։ Ինժեներինգը, քան որ բարձր բան է, մաթեմա, բարձր չես հավաքում, օրինակ ասես էկոնոմիկս դաս։ Եթե ինժեներինգի համար դիմել եք, 800 չեք հավաքել կամ միջինում 760 չեք հավաքել, կարող եք դիմել բիզնեսի համար։ Անգլերենը շատ ցածր է, օրինակ 600 է միջինը։ Անգլերենը 600 է միջինը։ Եթե չեք հավաքել, ավելի ցածր տեղ կա։ Ամենացածրը անգլերեն, այսինքն English communication։ անգլերեն եւ կոմունիկացիա։ Այսպես անուշիկներս, էլ ինչ հարցեր կան։ Ընթացքում դուք ինձ հարցերը կգրեք, սա ես այս պահին ինչ որ այսպես հիշեցի, ապրեսվան ջան, ես այս պահին ինչ որ հիշեցի, ձեզ փորձեցի այսպես փոխանցեմ, եթե դուք ունեք հարցեր, ասեք, ես գրեք ինձ, կփորձեմ, չեմ խոստանում ուղիղ եթեր, կփորձեմ ուղիղ եթեր, եթե չստացվի ուղիղ եթեր, ապա հարց ու պատասխան կնկարեմ հենց այսպես հատուկ ձեր հարցերի հիման վրա։ Այսպես անուշիկներից, դե ինչ, ես ձեզ ասում եմ առայժմ, որոշել եմ արդեն հաճախակի տեղադրել տեսանյութեր, ինչու համար, ասեմ, գումար չեմ վաստակում, որ ասեմ, այսպես պարզապես դիտելիությունս շատ է ցածր։ Հիմա ուզում եմ նորից հետ բերել իմ առաջվա 5-6 հազար դիտելիությունը, հիմա իջել է 2000 էլ չի հասնում, նախորդը 2200 էր, սա նրանից առաջ, որ դրել եմ 2200 էր, սրանից առաջ, որ արդեն դրել եմ, 1900 դիտում ընդամենը։ Ցավում եմ, որովհետև դե աշխատատար է, ինքը անդադ պետք է ինչ-որ նյութ գտնես, հետաքրքիր, որպեսզի ձեզ էլ հետաքրքիր լինի։ Չստացվի, որ ես հենց այնպես ուղղակի ինչ-որ բան եմ տեղադրում։ Դե ինձ սիրելիներս, ձեզ գրկում եմ, համբուրում եմ, մաղթում եմ լավագույնը, գեղեցիկ օրեր, արևներ եւ այսօր հունիսի 1-ն է, շնորհավորում եմ բոլոր բալիկներին, բոլորի թորնիկների հունիսի 1-ը սիրելիներս։ Ես ուզում եմ, որ իսկապես այդ որ ասում են պաշտպանության օրը երեխաները իսկապես պաշտպանված լինեն։ Ես ուզում եմ, որ այն ծերուկ չարերը, ովքեր իրենց ամբիցիաներին են տրվել եւ խաթարում են երեխաների մանկությունը, ի վերջո նրանց սիրտը լցվի մանկայնությամբ, իրենց սիրտն էլ դառնա մանկան սրտի պես փափուկ եւ նուրբ եւ փամփուշտների փոխարեն խաղալիքներ նվիրեն, որպեսզի երեխաները ժպտան, որովհետեւ նրանց ժպիտները վերածվում են արևի շողերի եւ դրանից երկիր մոլորակը ել ավելի է ջերմանում։ Ձեր բոլորի երեխաներին առողջություն, խաղաղ մանկություն, սիրելիներս,
թող բոլոր երեխաները աշխարհի իրար սիրեն, հասկանան իրար, թող չլինի այլևս թշնամություն եւ թող բոլորը օրհնված լինեն Արարիչ Աստծով։ Սիրում եմ ձեզ եւ ինչպես միշտ ասում եմ, մնանք Աստծով, ձեզ հետ է Զեդան, սիրով։